ոնց եմ սիրում մեր օդանավակայանը։ Ամեն անգամ գալով Զվարթնոց օդանավակայան մի բան է մտքովս անցնում։ Մենք հայերս շատ ճշգրիտ, շատ հարմարավետ օդանավակայան ունենք, որովհետև ամեն ինչը այնքան պարզ է ու այնքան հետաքրքիր է ու այնքան սպասարկում է, այնքան ուժեղ է, որ չգիտեմ ոնց ասեմ, ամեն անգամ ասում եմ բրավո մեր Զվարթնոց օդանավակայանի բոլոր աշխատակիցներին։ Դե իհարկե կրկին խմբային տուր, Miracle Tour Travel Spa-ի հետ այս անգամ արդեն Եվրոպա, իսկ թե ուր մի քանի րոպեից կտեսնեք արդեն որ քաղաքներում ենք հայտնվելու եւ իհարկե գրանցվեք մեր խմբային տուրերում, որ չհուշանաք Spa-ի հետ աշխարհի տարբեր երկրներում հայտնվելուց։ Այո, Իտալիա, Miracle Tour and Travel Spa-ի հետ խմբային տուրը մեկնում է Հռոմ։ Ինչ գնում ենք Հռոմից կխոսենք ամենաթույն էքսկուրսիաների մասին։ Ուղիղ 4 ժամ 15 րոպե եւ մենք Հռոմի օդանավակայանում ենք։ Ինչ մենք արդեն Հռոմում ենք, սկսվում է Իտալիա խմբային տուրը Miracle Tour Travel կողմից, Spa-ի հետ մենք էստեղ ենք Հռոմում ու ամեն ինչ թույն նոր է սկսվում։ Ուրեմն տեսեք ժողովուրդ, սա Հռոմի Լեոնարդո դա Վինչի օդանավակայանն է, սա մեր լյուքս ավտոբուսն է Miracle Tour Travel, տարբերանշանը ես Սպոն եմ, ինչպես գիտեք, սկսվում է Իտալիա խմբային տուրը, մենք գնում ենք Հռոմ։ Ու ճանապարհ ընկնում հյուրանոց, իսկ երեկոյան անակնկալ բոլորի համար։ Ուրեմն ժողովուրդ, տեսեք, մենք երեկոյան Հռոմում ենք, մեր տուրիստներով, այստեղ հայկական գերբը անպայման կլինի, տուրիստների ասեմ, որ որոշ մասն է այս մեր խմբին, տամենը, այսենց, ու հլստեղ տեսարան նայեք, Կոլիզեյ, էլիշ կարալնի ֆանտաստիկ երեկոյան Հռոմում, այսենց հրաշք, համաշխարհային հրաշք, Կոլիզեյ։ Այո, ոչ մի վայրկյան չպետք է կորցնել ու մենք արդեն առաջին օրը վայելում ենք գիշերային Հռոմը, իսկ առավոտյան սկսվում է Հռոմի էքսկուրսիա։ Մենք Հռոմի մետրոներում ենք, դա այստեղ հայկական գերբը, ժողովուրդ ձեռքով մի հատ Հայաստանին բարև Հռոմից, այսպես գնում ենք էքսկուրսիա, առաջին էքսկուրսիան է Հռոմում, շատ թույն բաներ են լինելու, տեսեք տեսանյութերով։ Եվ արդեն Կոլիզեյը առավոտյան իր ողջ հրաշք տեսքով մեր բարձրակարգ զբոսավարը մանրակրկիտ պատմում է հռոմեական կայսրության մասին, բացատրում յուրաքանչյուր կարևոր դրվագ եւ շարժվում ենք ամենահետաքրքիր վայրերից մեկը՝ հռոմեական ֆորում։ Դե իհարկե, այստեղ մուտք ունենք, որպեսզի մեր տուրիստները ֆորումը տեսնեն հենց ներսից, եւ ահա մենք ֆորումում ենք, այստեղ ամեն մի քար, ամեն մի կառույց, ամեն մի սյուն ունի հստակ պատմություն, եւ այս ամենը տեղի ունեցել մեր թվարկությունից առաջ հռոմեական կայսրության օրոք, իսկ թե ինչու եմ ցուցադրում հատակը, շատ կարեւոր է, լսեք։ Տեսեք ժողովուրդ, ուրեմն այս են հատվածն է հռոմեական, տեսնեք այս մեծ քարերը։ Երևի ֆիլմերի մեջ շատ անգամներ տեսել եք, երբ որ պատերազմը հաղթահարած իմպերատորը զորքով գալիս է դեպի ֆորում եւ հետո արքայական պալատ։ Այսա հենց այդ փողոցն է կարելի ասել, որտեղից իմպերատորը ձիերով անցել է մինչև այն կողմը, այս ճանապարհով։ Ու հենց սա այդ քարերն են, պատկերացնում եք, մինչև հիմա պահպանված Հռոմում այս ճանապարհը իմպերատորի հաղթանակած ճանապարհը, հենց այդպես է կոչվում, որտեղից որ իմպերատորը վերադարձել է Հռոմ իր հաղթանակով։ Ահա եւ նկարներից մեկը, տեսեք, կարծես 3 եղած լինի, ամեն ինչ նույն կերպ մնացել է։ Այո, ֆորումում գտնվելը շշմելու է, սա պետք է տեսնել սեփական աչքերով։ Ու հիմա նայեք, ու տեսեք հենց այդ դարպասները, որը որ ես նոր ցուցադրեցի, առաջ եւ հիմա, թե ինչպես է եղել, եւ որտեղ ժողովուրդը, հռոմեացիները կանգնած ողջունել են իմպերատորի մուտքը դեպի Հռոմ հաղթանակներով։ Ինձ այստեղից է ժողովուրդ Հռոմը սկսվել, հռոմեական ամենաառաջին տուն, կառույց, շինություն հենց այս բլուրի վրա է եղել։
ամենագլխավոր բլուրը հռոմեական, այստեղից Հռոմը ծնունդ է առժով, ու տեսեք Հռոմի սկիզբը։ Այստեղ նաև մնացել է Հուլիոս Կեսարի տաճարից մի հատված եւ հենց այն վայրը, որտեղ սպանվել է Կեսարը։ Ահա հենց այստեղ է Բրուտոսը սպանել Հուլիոս Կեսարին։ Շարժվում ենք առաջ եւ ամենահին հեթանոսական տաճարը, այնուհետև հին հռոմեական սենատի պատերը եւ հասնում ենք ամենակարևոր հատվածներից մեկը՝ իմպերատոր Տիտոսի հաղթանակած կամարը, որը կառուցվել է Երուսաղեմը գրավելու առթիվ։ Հաղթական կամարի վրա պատկերված է իմպերատորի հաղթանակած դրբակը եւ պատկերացրեք, այս ամենը տեսնելը սեփական աչքերով մի ֆանտաստիկ ժանրից է։ Դե ինչ, մենք հռոմեական կոլիզեի դիմաց ենք ու հիմա կմտնենք ներս։ Գլադիատորների ամենաուժեղ ամֆիթատրոնը աշխարհում պատմական կոլիզեի խմբով էստեղ ենք, ահա հայկական գերբը։ Եվ մենք մուտք ենք գործում կոլիզեի հլանունը, լսեք, ոյ, ջանս փշակաղվում է։ Այո, մենք մուտք ենք գործում հենց այն նույն վայրից, որտեղով անցել են կեսարները եւ իմպերատորները, հենց այն նույն քարերի վրայով, որտեղով եկել են գլադիատորների մրցույթները դիտելու։ Ահա եւս մեկ հաղթական կամար, որը արդեն կառուցվել է Ներոն կայսեր համար, ու մուտք են գործում այդքան սպասված կոլիզեի։ Անկեղծ ամբողջ մարմինդ փշակաղվում է, երբ հասկանում ես, թե ինչեր է կատարվել հազարամյակներ առաջ հենց այս նույն վայրում։ Իմպերատորներ, կեսարներ, սենատորներ եւ վերջապես գլադիատորներ, ովքեր իրենց ազատության համար կռվել են մինչև մահ։ Ու տեսեք ժողովուրդ, մենք հիմա խմբով Իտալիա խմբային տուրով Miracle Tour Travel Spa-ի հետ մենք մեր խմբով նայեք որտեղ ենք 3 2 1 Կոլիզեի Հələ նայեք ժողովուրդ Շշմելու է Այո, պետք է պարզապես այս ամենը տեսնել եւ զգալ, թե ինչ հեքիաթային է։ Իջնում ենք ամենաներքևի հատված, որտեղից հռոմեական ժողովուրդը դիմավորել է իմպերատորին իր շքախմբով եւ հենց այն նույն միջանցքով դուրս գալիս կոլիզեի արքայական հատված։ Ահա ժողովուրդ նայեք, սա կոլիզեի հենց այն մասն է, որտեղ որ արյուծները, գլադիատորները, նույնիսկ այս վերջերս պարզվավ մոտապես մի քանի տարի առաջ ու դա հաստատվել է արդեն, որ այստեղ նաև տեսեք, հենց այս տարածքում խողովակներ են եղել քարերից պատրաստված, որոնք որ պոմպերի նման ջուր են այստեղ առաջացրել, այսինքն լիճ է առաջացել, sense լողավազանի նման կարելի ասել, ու նավերով է մրցույթը տեղի ունեցել ու պատկերացրեք այդ ամեն ինչի մասին Գլադիատոր երկրորդ ֆիլմի ժամանակ շատ մանրամասն ներկայացված է, թե ոնց են այդ պոմպերով ջրերը մղել դուրս ու նավերով է արդեն մարտերը տեղի ունեցել հենց այստեղ ամֆիթատրոնում։ Ու տեսեք, այ հենց այս մուտքից Կեսարը կամ իմպերատորը մուտք է ունեցել եւ բարձրացել է այ հենց այս վերևի մասը, տեսնում եք ժողովուրդ, այ հենց այստեղ է իմպերատորը Կեսարը նստել հենց այս մասում ու դիտել գլադիատորական մրցույթները։ Դե պատկերացրեք մի պահ, որ գտնվում ես նույն վայրում, որտեղ նստած էին եղել հռոմեական իմպերատորները, լքում են կոլիզեյը եւ ուղևորվում իմպերատորներին պատկանող հազարապետների եւ հարյուրապետների ամրոցը։ Այո, հենց այստեղ են եղել կեսարի եւ իմպերատորների ամենահավատարիմ զորքերը, իսկ հենց այդ նույն վայրում էլ դրված են իմպերատորների եւ կեսարների արձանները՝ Հուլիոս Կեսար, Տրոյան, Մարկ Ապրիլ, Ավգուստոս եւ այլն։ Հին Հռոմի շուկան, կարելի ասել սուպերմարկետը, չգիտեմ, մոլը, այստեղ են ամբողջ առևտուրը տեղի ունեցել, այս հատվածում ամբողջ հին հռոմեական մեծ շուկան է։
Այո, կարծես պատմական ֆիլմի մասնակից լինես։ Մի պատ թվում է հայտնվել ես մեր թվարկությունից առաջ հռոմեական կայսրությունում եւ ապրում ես հենց այդ նույն դարաշրջանում։ Մեր մեծ խմբով առաջ ենք շարժվում եւ հայտնվում եւս մի հեքիաթային վայրում՝ Տրևի շատրվաններ։ Ժողովուրդ, նայեք ուր ենք եկել մենք, խմբային տուր Իտալիա, Miracle Tour Travel Spo-ի հետ, Տրևի շատրվաններ։ Բայց ամենակարևորը, հիմա նայեք, մենք այստեղ պետք է կոպեկ գցենք, իմ մոտ 20, թե 5 ցենտ, այսինքն 5 ցենտ եվրոյի մասին է խոսքը ձեռքումս է եւ մենք հիմա կմոտենանք շատրվաններին, պետք է կարևորը աջ ձեռքով ձախ ուսի վրա սկսել դեպի շատրվանները ու մտքում կլինի քո երազանքը։ Հիմա գնանք պայենք երազանք։ Ես Տրևի շատրվաններում եմ եւ այս կոպեկը երազանք եմ պահում ու գցում եմ շատրվանների մեջ, որ հայկական սահմանները երբեք էլ պատերազմ չտեսնեն։ Գնացի։ Ինչ շքեղություն, նայում ես ու հիանում այս հրաշալիքով, արվեստի գլուխ գործոց, այցելում ենք նաև ներկապային Իտալիայի վարչապետի նստավայրը, զմայլվում հրապարակով և շարժվում եվս մեկ հրաշալիքի մոտ, ուշադրություն, մենք հռոմեական Պանթեոնում ենք, եվս մեկ հրաշալիք, դե իհարկե մտնում ենք ներս, քանի որ ամեն ինչ արդեն նախապես կազմակերպված է, ու հլը տեսեք ժողովուրդ էս գեղեցկությունը, Հռոմում ինձ թվում էր ամեն վարքյան պետք է զարմանամ, պետք է ապշեմ ու կարծես այդ ամենը վերջ չուներ։ Ամբողջ հայերը էստեղ խումբը լնայեք ու հռոմեական Պանթեոն։ Ահա հենց այսպիսին էին երկու օրերը Իտալիա խմբային տուրի մասնակիցների համար։